Տեսանք Եվրոպայից պաշտոնյաներ են այստեղ եւ իշխանական ու հատկապես իշխանամերձ շրջանակները մեծ ոգևորությամբ նշում են, որ միայն այսպես Նիկոլի իշխանության օրոք կարող են այս թվով պաշտոնյաներ գալ։ Բայց հիշում ենք նաեւ, որ 2018-ին հերթական նմանատիպ այցից հետո ինչ հանգրվանի հասավ պետությունը։ Հիմա ինչ սպասել եւ արդյոք այդ այցի առանձնահատկությունը հենց Նիկոլի իշխանության մեջ է։ Նախ եւ առաջ ուզում եմ դիմել սիրելի հայրենակիցներին, բոլոր նրանց, ովքեր այս օրերին, այդ թվում նաեւ այսօր եւ վաղը բարձրաձայնելու են ճշմարտությունը Հայաստանի մասին։ Ձեր հարցից մի տխուր անեկդոտ հիշեցի, երբ որ նիկոլական քարոզչությունը փորձում է այսօրվա հավաքը ներկայացնել որպես նիկոլական հաղթանակ, հիշեցի մի տխուր անեկդոտ։ Անեկդոտը հետևյալն է. ասում է թաղման այնքան մարդ էր եկել, դագաղը 2 տեղ էին դրել։ Այո, սա Հայաստանի աշխարհաքաղաքական թաղման, աշխարհաքաղաքական մահվան, Հայաստանի ռեգիոնալ ոչնչացման հերթական արարի վերածված ցավոք սրտի վերածված միջոցառում է։ Այն, որ Հայաստանի Հանրապետությունը Եվրոպական միության հետ ուներ եւ ունի ինստիտուցիոնալ ամենաիրավական առումով ամուր կապը, դա ոչ թե Նիկոլի շնորհքն է, դա Սերժ Սարգսյանի կառավարության շնորհքն է։ 2017 թվականի նոյեմբերին ստորագրված ՍԵՊ-ն առ այսօր համարվում է, մնում է նիկոլական պրոպագանդայի համար խեղաթյուրված եվրոպական արժեքների, ձախողված ռեֆորմների ամենալուռ եւ միաժամանակ կարևոր վկան։ Այդ պայմանագիրը 17 թվականի նոյեմբերին կնքված իրականում պետք է Հայաստանը դարձներ եվրոպական ստանդարտների պետություն։ Այն ինչ անում է Նիկոլը 18 թվականից սկսած, ոչնչացումն է բոլոր այն արժեքների, որոնք դրված են եվրոպական քաղաքակրթության հիմքում։ Եվրոպական որևէ գործիչ, որևէ քաղաքացի, որևէ երկիր ժամ անգամ չէր հանդուրժի Նիկոլի նման իշխանություն սեփական պետությունում, եթե այդ իշխանությունը պետք է վաճառեր այդ պետության արժանապատվությունը, խաչ քաշեր այդ ժողովրդի ապագայի վրա, տարածքներ զիջեր, սարքած պատերազմ պարտվեր եւ ամեն ինչ այնինչ արեց Նիկոլ Փաշինյանը այս 7 տարիների ընթացքում։ Մեր հավաքը հակաեվրոպական չէ, մեր հավաքը պրոեվրոպական արժեքների է, մեր հավաքը հանուն արդարության է եւ արդարադատության, մեր հավաքը հանուն ազատության է, մեր հանուն օրենքների գերակայության է, մեր հավաքը հանուն ժողովրդավարության է։ Այն ամենը, ինչ այսօր պակասում է նիկոլական Հայաստանին։ Նիկոլ Փաշինյանի իշխանության իրական դեմքը ոչ թե մարզամերգային համալիրը պճնեղ զարդարած եւ շոյի հարթակի վերածած կազմկոմիտեն է, այլ իրական դեմքը այստեղ է եւ այն բոլոր տեղերում, որտեղ կան ակցիաներ։ Ոստիկանների թիվը նայեք, հարգելիներս։ Սա ժողովրդավար պետության, ժողովրդավարական հավաքի այցեքարտն է, այսինքն մեզ խանգարում են բարձրաձայնել մեր ձայնը, խոսել ու մեր բողոքը հայտնել պատրվակով, որ կա ժողովրդավարական սամիտ, լուրջ, այս սա է ժողովրդավարության իրական, ավարտեմ նոր, սա է ժողովրդավարության իրական այցեքարտը, այն ոստիկանական ուժերը, որոնք առաջ են քաշվել մեր հավաքին ընդառաջ, այն ոստիկանական ուժերը, որոնք այսօր խոչընդոտում էին արցախահայերի կողմից բաց նամակի հանձնումը եւ ղեկավարներին, սա է ժողովրդավարական Հայաստանը։ Ես հետևել եմ բոլոր այն գաղաթաժողովներին, որոնք եղել են այս ընթացքում, ոչ ԵՄ անդամ երկրներում, մասնավորապես Ալբանիայում եւ Մոլդովայում, եւ ոչ միտեղ նման խայտառակ ջանքեր, նման խայտառակ ռեպրեսիվ ռեսուրս այդ իշխանությունները չեն գործածել։ Ոչ միտեղ հանուն ժողովրդավարության չեն սահմանակ փակել ժողովրդավարական ազատությունները այդ քաղաքացիների։ Մենք հիմա կհավաքվենք այստեղ եւս մի 10-15 րոպե կսպասենք, որտեղ բոլորին ազդարել են, որ ժամը 3-ին ենք շարժվելու։ Ուզում եմ բացատրել, թե ինչու ենք այստեղ։ Շատ կարևոր է դա։ Այո, նիկոլական իշխանությունները Կիևյան կամուրջով դեպի մարզամերգային համալիրի հարակից աստիճանավանդակ եւ հրապարակ
տեղ են բաց թողել, որ մարդիկ գան իրանց գոլոշին հանեն գնան, բայց այդ տեղը ցավոք սրտի տեսանելի չէ եվրոպական որևէ մասնակցի համար։ Իրանք դիտավորյալ փակել են հենց այս ճանապարհները, հիմա որ նայեք հաղթանակի կամրջով դեպի Հրազդանի մարզադաշտ ու Ծիծեռնակաբերդ, որովհետև եվրոպական առաջնորդները հենց այս ճանապարհներով են գնալու գան եւ մեր բողոքի ձայնը այդտեղ տեսանելի կլիներ ի տարբերություն այն վայրի, որտեղ Նիկոլենք մեծահոգաբար թույլատրում են եւ ուղղորդում են ընդդիմության բոլոր ակցիաներին։ Կներեք ես դիսնեն այս կբիցա։ Պարոն Աշոտյան, դուք ոստիկանների թիվը մատնանշեցիք, այսպիսի դեպքերում նախարարությունը պատասխան ունի, որ յուրաքանչյուր ակցիայի ժամանակ մասնակիցների անվտանգությունն են փորձում ապահովել եւ ինչ է կարծում, նպատակը ձեր քայլերթը թույլ չտալն է, առաջ շարժվելն է։ Տեսեք, ցանկացած իշխանություն, իսկ նիկոլականները այդ տեղ հմտացել են կատարելության աստիճանի, ունի ցանկացած որոշման պաշտոնական 4-5 նախադասանոց որևէ բան իրականում չասող, բայց ֆորմալացնող իրենց իրական ցանկությունները բացատրություններ։ Այդ բացատրությունները ունեն 0 արժեք, որովհետև ես արդեն ասացի, ես հետևել եմ նույն Վենսի օրինակով բերենք, Վենսի այցը Ռոմ հիշում եք։ Դուք հիշում եք մարդիկ ոտ-ոտ դուրս եկան այդ բանից, դալանից ու ոտքով քայլեցին, մեքենաները ոչ մեկ չէր արգելափակել, մեքենաները հանգիստ Ռոմի բանուկ Ռոմում էր թե Միլանում էր ոնց։ Բանուկ փողոցներով անցան։ Հիշում եք մեր մոտ Վենսի այցը։ Ոնց էին սահմանափակել ու չորացրել Բաղրամյանի պողոտան, ոնց էին մեզ դուրս մղել այն բաների մեջ, ծառերի ու թփերի տակ, որ հանկարծ մեր ձայնը լսելի չլինի ԱՄՆ փոխնախագահի համար։ Այսինքն այստեղ էլ կան եվրոպական օրինակներ եւ պարզ է որ այստեղ այս պարագայում անվտանգության անվան տակ իրանք իրականացնում են ցենզուրա։ Հայաստանի շուրջ կա տեղեկատվական բլոկադա, որ միասին կառուցել են Նիկոլենք եւ Նիկոլի գեոպոլիտիկ հովանավորները։ Հայաստանի շուրջ այդ տեղեկատվական բլոկադան պետքա ճեղքել առանձին ակցիաներից միջև այսպես կազմակերպված միջոցառումներ։ Եվ այո, այս պաստառները եւ մեր ցանկությունը շարվելու ամբողջ ուղեցրի վրա, որով իրանք պետք է հետ գնան Ծիծեռնակաբերդից միջև կոնյակի գործարան, հենց այդ տեղեկատվական բլոկադան ճեղքելու մասին է։ Ինչ ենք մենք անելու, շատ պարզ։ Կանգնելու ենք բացառապես մայթերին իրարից 2-3 մետր հեռավորության վրա, կենթանի շղթա կազմենք, որպեսզի անցնող գնացող մեքենաները տեսնեն Հայաստանի իրականությունը, տեսնեն Հայաստանի քաղբանտարկյալներին, տեսնեն այն, ինչ որ մենք արտահայտել ենք մենք մեր պաստառներով։ Դա անվտանգությանը խանգարում է, չէ, դա խանգարում է Նիկոլի հեքիաթասացությանը, դա խանգարում է Հայաստանի շուրջ փչած ժողովրդավարական փուչիկին, դա խանգարում է այն տաշի տուշիներին, այն գունավորությանը, որոնք այսօր իրենք փորձում են հրամցնել մեզ որպես նոր իրականություն։ Հայաստանի նոր իրականությունը այդպիսին չէ։ Հայաստանի նոր իրականությունը քաղբանտարկյալներն են, եկեղեցու վրա ճնշումներն են, Արցախայության ոտնահարված իրավունքներն են, հայաթափված Արցախն է, մեր ռազմագերիներն են Բաքվում ու բազմաթիվ այլ խնդիրներ։ Սա է մեր իրականությունը։ Ինձ բացատրեք, խնդրում եմ, ինչով եմ ես խանգարում Տիկին Մելոնիի անվտանգությանը, եթե իր կորտեժի դիմաց բարձրաձայն եմ կանդալների վերածած այս սիմվոլը, ինչով եմ խանգարում։ Սա բոլոր ազատությունների սահմանափակման, սա բոլոր շղթայված Հայաստանի մասին է, այս մեր պաստառները, մեր խորհրդանիշները դրա մասին է։ Նորից եմ կրկնում, հանուն ժողովրդավարության հավաքի կազմակերպած ակցիայի ժամանակ խոչընդոտել ժողովրդավարական ֆունդամենտալ պրիմիտիվ ազատությունները, ինչին հիմա ձգտում է այս իշխանությունները, գնացեք Կիևյանի մոտ, տեսեք այսքան ոստիկանություն կա ավտոբուսներով հավաքված, չէ, որովհետև գիտեն, այնտեղից իրանք ապահով տեղ են ստեղծել, ճիպային հիշում եք, տենց տեղեր կա, լավագույն տեղը նկարվելու։ Ես ողջունում եմ իմ բոլոր ընդդիմադիր գործընկերներին ու քաղաքացիներին, որոնք հիմա Կիևյանի մոտ են, կամ Մարզամերգայինի աստիճանի մոտ են, այո, թող իրանք պահեն այդ ճակատը, մենք էլ ուզում ենք պահենք այս ճակատը, հետևից այսպես ասած, ինչպես կասեր Մարտամեկ ով իրան հետևից գրկեց, այդպես նրբիկ գրկելով եվրոպական սամիտը եւ ցույց տալով իրականությունը Հայաստանի մասին, որտեղ աստեղ անվտանգության խնդիր, որտեղ աստեղ անվտանգության սպառնալիք։ Ավելին ձեզ ասեմ, սա ասում եմ նախապես ՀՀ ոստիկանության կամ ներքին գործերի նախարարության կայքում
նախապես հրապարակված փակվող փողոցների ցանկում ուրեմն կա հետևյալ ձևակերպումը. այսօր փակա երթևեկությունը, ոչ թե քայլելը։ Փողոցները փակ են երթևեկության համար։ Ինձ մի հատ ռուլով մարծուց տվեք ստե։ Հեծանիվովսկի մեկը չկա, սկի սամակատով մեկը չկա, որ երթևեկելու է։ Մենք չենք երթևեկելու, մենք քայլելու ենք ու կանգնենք մայթերի վրա։ Ինչի սահմանափակումը ոստիկանության պաշտոնական կայքեջում չկա։ Սա նոր հորինված սահմանափակում է, որի նպատակն է խոչընդոտել հենց այս ակցիան։ Որտեւ իրանք կեսից իմացել են մենք ինչ ենք անելու, մտածել են ճամփեքը փագեն հերիք է, երբ որ մենք մտածել ենք որ բացառապես մայթ եզրերով խաղաղ կանգնելու ենք լուր եւ պլակատներով, ջոգել են որ բան են արա, տեղ են թողել այսպես ասած, եւ հիմա այդ տեղը փորձում են պորինի հակաօրինական մեթոդներով փակել, որովհետեւ իրանց հայտարարված նախապես փակված փողոցների ցանկում չկա հետիոտ տների շարժման արգելք, չկա։ Պարոն Աշոտյան, որ սահմանափակում Չեք տեսնում։ Այսինքն դուք Ուղղակի կանգնած են դրա համար, գուցե թույլ տան, որ շարժվեն։ այդ որտեղ Տեսնենք, գուցե թույլ տա։ Ես նախապես զգուշացնում եմ, եթե թույլ չտան, էլ ավելի մեծ խայտարակ են լինելու, որովհետև նորից կրկնեմ, ես ուզում եմ տեսնել եվրոպական սամիտի կադրերի կողքին կադրեր, որտեղ նիկոլական իրավապահ համակարգը խոչընդոտում է ժողովրդավարական, խաղաղ, ազատ ցույցերին եւ պիկետներին։ Ես ուզում եմ դա տեսնել։ Եթե մի քիչ խելք ունենան, այս մարդկանց վատ վիճակի մեջ չեն դնի, կհանեն այստեղից, ընդհանրապես կապահովեն մեր անվտանգ անցումը եւ մեր ակցիայի լուր իրականացումը։ Այս բոլոր ակցիաների մեջ կլինեն որոշը խանգարել հենց այս մեկը, հենց մեր նախաձեռնածը, որին միացել են ոչ միայն հանրապետականներ, բազմաթիվ շարքային քաղաքացիներ, այլ կուսակցությունների ներկայացուցիչներ, այլ քաղաքական միավորումների ներկայացուցիչներ, դուք կտեսնեք, որ այստեղ ՀՀԿ ակցիա չի, սա վրդովված եւ իրական եվրոպական արժեքներին հավատող քաղաքացիների բողոքի ձայնն է։ Ինչ միտում եք տեսնում, որ հատկապես ինչպես նշեցիք ձերը։ Որովհետեւ էս է խանգարելու, այս ակցիան է խանգարում, այսպես ասած, իրանց փուչիկ փչելու ցանկությանը, որովհետև փողոցներում, որ մենք կանգնենք պլակատներով եւ սպասենք մինչեւ ժամը 5:30, երբ որ պրծնելու է իրանց հավաքը, այդ կորտեժները չեն կարա այսքան մարդ պլակատներով չնկատեն։ Չեն կարա չնկատեն։